Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, նախորդ նյութի շարունակությունն է։ Խոսեցի գոհության մասին, որ ամեն ժամանակ, ամեն բանի մեջ պիտի գոհանանք մեր Տիրոջից, քանի որ մեր Տերը մեզ համար անկարելին կարելի է արել եւ մեր մեղքերը ներելով մեզ դժոխքից փոխադրել է երկնային արքայություն եւ մեզ տվել է բավարար օրհնություններ այս երկրավոր կյանքի մեջ ապրելու համար եւ իր անունը փառավորելու համար։ Եվ այսօր պիտի խոսեմ դժգոհության մասին, տրտունջի մասին եւ որտեղից է գալիս այդ տրտունջը, ինչու մեր սրտերի մեջ այդ տրտունջը արտադրվում է։ Պիտի ընթերցանեմ Հակոբոս 4-րդ գլուխ առաջի խոսքից։ Որտեղից են պատերազմները եւ կռիվները ձեր միջումը։ Չէ որ այստեղից է։ Այսինքն ցանկություններից, որ պատերազմում են ձեր անդամներումը, ցանկանում եք եւ չունեք, սպանում եք եւ նախանձում եք եւ չեք կարողանում հասնել, պատերազմում եք, կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում, խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատն եք։ Այսինքն դժգոհության պատճառներից մեկը եւ ինձ համար երևի ամենագլխավորը դա ցանկանալն է եւ չարությամբ ցանկանալը, այսինքն նախանձությունով ցանկանալը։ Հիմա երբ որ ես գիտեմ իմ հնարավորությունը եւ ես խնդրում եմ Տիրոջը, որ ինձ ավելի բարձրացնի եւ ինձ համար ավելի ընդարձակի իմ սահմանները, սա նախանձություն չի, քանի որ ես գիտեմ, որ ես կարող եմ եւ իմ ուժերի համաձայն խնդրում եմ իմ Տիրոջից, որ ավելացնի եւ ընդարձակի ինձ, բայց առանց ուրիշների հետ համեմատվելու։ Չարությունը գալիս է նրանից ու նախանձությունը գալիս է նրանից, որ ես սկսում եմ համեմատվել։ Ինչու այն մարդը ունի ու ես չունեմ։ Եվ սա ուղիղ բողոք է Աստծո արդար եւ սուվերեն կամքին։ Երբ որ ես տրտնջացող մարդուն ասում եմ, գիտես, քո տրտունջը բողոք է Տիրոջը, ասում են, վայ, չէ, մենք Աստծո դեմ բան չունենք, բայց իրապես տրտունջը դա բողոք է։ Մենք դրանով Աստծուն ասում ենք, դու կարաս ավելի լավը անես, քան թե որ արել ես, կամ ինչի այսպես արեցիր եւ այսպես չարեցիր։ Իսկ գոհությունը դրա հակառակը, ամեն բան ընդունում ես եւ գիտես, որ ինչ որ Տերը արեց, դա ամենալավագույնն էր։ Բողոքը Տիրոջ արածը փնովելն է։ Եվ Տեր Հիսուս խոսեց նաեւ, որպեսզի մենք մեր մեջի չարությունը ավելի լավ տեսնենք, խոսեց մի առակի մասին, որ մի մարդ դուրս եկավ իր այգու համար աշխատող վարձելու եւ առավոտ կանող դուրս եկավ եւ գտավ մեկին, ով համաձայնվեց աշխատել իր այգում 1 դահեկանով, մի ամբողջ օրվա համար։ Եվ կեսօրին նույնպես դուրս եկավ եւ նորից վարձեց ուրիշ աշխատողի, նորից 1 դահեկան խոստացավ։ Եվ այդպես երեկոյան եւ գիշերը 11-ին։ Եվ երբ որ ժամը 12-ին վերջացրեցին աշխատանքը եւ կանգնեցին տանտիրոջ առջև, ով պիտի վճարեր, տանտերը սկսեց վճարել ամենաառաջի վարձկանից, ով որ առավոտից աշխատել էր մինչև գիշերվա 12-ը եւ տվեց այդ 1 դահեկանը։ Եվ այդպես շարունակ բոլորին 1 դահեկան տվեց, քանի որ այդպես էր պայմանավորվել։ Բայց այն մարդը, ով որ առավոտից էր աշխատել, դժգոհություն հայտնեց Տիրոջից եւ ասեց. Գիտես, արդար չի, ես առավոտից աշխատել եմ եւ օրվա ամբողջ ծանրությունը իմ վրա է եղել եւ դու ինձ 1 դահեկան ես տալիս եւ այն մարդուն, որ ժամը 11-ին է եկել, նրան էլ ես 1 դահեկան տալիս։ Եվ Տերն ասաց. ընկեր, ես քեզ հետ պայմանավորվեցի 1 դահեկան, այո, դու համաձայնվեցիր 1 դահեկանով աշխատել իմ այգում, այո, ես տվեցի քեզ, այո, բա որտեղ է խնդրեմը։ Եվ Տերն ասում է, թե քո աչքը չար է, որ ես բարի եմ։ Այսինքն ինձ է պատկանում այդ դահեկանները եւ ես ինչպես ուզեմ կբաշխեմ։ Քո ինչ գործն է։ Եվ Աստված մեզ չպիտի հարցնի, դու ինչ ես կարծում, այս մարդուն օրհնեմ թե չօրհնեմ, կամ ինչպես օրհնեմ, կամ ինչպես չօրհնեմ։ Մեր Աստված բոլորիս օրհնում է եւ բոլորիս տալիս է այն բավարար բաժինը, որի մեջ մենք կարող ենք լիարժեք գոհանանք իրենից։
բայց մենք չենք գոհանում, որովհետև մեր աչքը չար է, ուրիշներինը հաշվում ենք եւ մերը պակաս ենք տեսնում, բայց մերը բավարար է, իրապես բավարար է, որ մենք ուրախ սրտով եւ գոհությամբ ապրենք այս երկրավոր կյանքի մեջ եւ գալիք հավիտենականության մեջ, մեր հոր փառքի մեջ վայելենք իր թագավորությունը։ Բայց սատանան գողանում է այս ուրախությունը մեզանից եւ միշտ ցույց է տալիս, որ նայի այն մարդը ավելին ունի, նայի այս բանը դու չունես, այն բանը դու չունես եւ մենք նայում ենք այն ամենին, ինչ որ մենք չունենք եւ չենք ուզում գոհանանք այն ամենին, ինչ որ մենք ունենք։ Սկսած մեր ընտանիքի անդամներից, որ մեր կողքն են, առողջ են, մեր ծնողներից, մեր հարազատներից, մեր բարեկամներից եւ այո նյութականից նաեւ որ Տերը օրհնում է մեր ձեռքի աշխատանքը եւ բավարար է այդ ամենը մեզ ուրախ լինելու, բայց չէ, մենք տրտնջում ենք, որովհետեւ համեմատվում ենք։ Սիրելիս, մի համեմատվի ոչ մեկի հետ եւ քեզ ոչ մեկից պակաս եւ ավել մի տեսնի, քանի որ մեր Աստված աչառություն չի արել։ Դու հավասար ես Տիրոջ առջև եւ ինչ որ ունես, սա է որոշված Տիրոջ կողմից ամենաաղեկ բաժինը, ինչպես որ Սուրբ Գիրքն ասում է։ Գոհացիր եւ մի տրտնջա Տիրոջից, տրտունջը բողոք է արդար Աստծո առջև։ Հեռացրու այդ տրտունջը եւ լիարժեք գոհացիր այն ամենով, ինչ որ ունես, քանի որ մեր Տերը սիրում է գոհացող մարդուն։ Տերը օրհնի բոլորիդ։ Եղեք օրհնված։